ասելիք ունեք Եվրոհանձնաժողովի նախագահ Նիկոլին սենց լավ լույսի տակ ներկայացնում եք, բնավ այդպես չի։ Ստեղ աշտարադատությունը մեռած է, ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, որովհետև բոլոր լիքը քաղբանդարկյալներ կան այսօր մեր երկրում, ինչի մասին է խոսքը, եկել է սուտի սենց հանդիպում ունենա, բան անի իր համար իրանց քաղաքական հաճույքներն են վայելում, մեր հետ կապ չունի, մեր վրա ընդհակառակը կարող է բացասական հետևանքներ թողնի իր այցը։ Օրինակ ինքը ներկայացնում է ստից Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Օրինակ մենք տեսնում ենք ինչ է կատարում մեր տնտեսության հետ, մեր տնտեսվարողների հետ։ Օրինակ տեսնում ենք, որ ասում են Հայաստանում ինչպիսի աշտարադատություն է իրականացում, օրինակ Սրբուհի Գայլյանը գնում է այս կամ այն երկիրը համագործակցելու, Աննա Վարդապետյանը ընդունում է Էստոնիայի, չգիտեմ որ երկրների դատախազներին համագործակցում են, ի՞նչն են համագործակցում, ինչպես կոծկել առանձնապես ծանր հանցագործությունը, թե ինչպես լրացնել մարդկանց եւ դարձնել քաղբանդարկյալներ։ Այս մասին պիտի բարձրաձայնեմ, ուրիշ ինչ պիտի ասեմ։ Եվ սրանց փաստերը կան։ Թույլ չեն տալիս, որպեսզի առաջանակ ճանաչում են, գիտեն, որ 12 տարի առաջ տղայի սպանել են ու մինչև հիմա դատարանում է գործը։ Դուք հասկանում եք, չէ՞, դա ինչ է նշանակում։ Ու այտենց սա աննախադեպ գործ է, երևի աշխարհում սենց գործ գոյություն չունենա ոչ մի երկրի դատարանում, որ երեխուն սպանեն ու մորը 12 տարի տանեն դատարան աշտարադատության ակնկալիքով։ Թող իմանա, որ ստեղ սենց բաներ է կատարվում։ Սա եզակի դեպք է երևի այս աշխարհի վրա։ Թող իմանա տիկինը, որ սենց գալով խունջիկ-մունջիկ գալով, սենց համբուրվելով, ողջագուրվելով, մուսի-պուսի անելով չի կաշկավորվի մեր ժողովրդի վիճակը։ Մենք շատ լավ հասկանում ենք ինչ է տեղի ունենում։ Ինքը չգիտի Ֆոնդեր Լայենը։ Ինքը շատ լավ գիտի, ինքը շատ լավ գիտի, դա իրեն դուր է գալիս, դա իրեն ձեռնտու է, դա իրենց քաղաքական ճաշակն է, իրենք այդպես են ուզում, որովհետև իրենք էլ կատարում են մեկ այլ երկրի պատվեր, որպեսզի իրենք առաջացնեն մեր բարեկամ երկրների մեջ խանդ, լարվածություն եւ այլ կաշկի իրավիճակներ, թեկուզ Ռուսաստանին, ես ոչ մի երկրի ներկայացուցիչ չեմ, ոչ մի երկրի համար որևէ ինչ-որ քարոզարշավ չեմ իրականացնում, բայց ես տեսնում եմ, որ կամաց մենք գնում ենք թշկացման։ Տիկին Ռուզաննա, հիմա այս տեսանյութի տակ ԿՊ-ի աջակիցները կգրեն, որ դուք ուղղորդված եք, սադրիչ եք, ձեզ ուղարկել են, Պուտինի agent, մնացած բաները։ Ես գիտեմ, ես վստահ եմ, ես ինչ ուզում են գրեն, նախ ես ոչ մեկի գրածը բանի տեղ չեմ տնում, չեմ էլ կարդում ընդհանրապես, որովհետև գիտեմ, որ նիկոլական զոմբիները բոլորը կարող են հայհոյանք գրել, վատ բաներ գրել, ասեն, որ ինքը ուղարկված է, հա, սա այն կնիկն է, այն կինն է, էլ ինքը 12 տարի նույն բանը ասում է, բանի տեղ չտնեք, ինքը իրանից դուրս խոսում է, ինքը լիրֆ է, ինքը այդպես բաներ կարա գրել, թող գրեն, բայց գոյությունի իրականություն, գոյություն են փաստեր, ճշմարտություն։ Հիմա այս մարդկանց անուններ եմ տվել, այդ մարդիկ կարան վեշկերան հեշքեն իմ ասածը, չեն կարա։ Լավ, դուք արդարադատության վերականգնումը Հայաստանում ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է դա տեղի ունենա։ Ամբողջ ծավալով իշխանափոխություն պետք է լինի, ամբողջ ծավալով դատաիրավական համակարգը պետք է փոխվի, ղեկավարները պետք է փոխվեն, դատախազության դսի դռան նստած շնից բռնած պիտի տեղից մաքրվի։ Անկամ դռան նստած շունը կարող է հետագայում իր մետաստազները տարածի։ Եթե որևէ մեկը մնաց այդ մարմնում, հետևաբար նույնը շարունակվելու է։ Պիտի փոփոխություն լինի ամբողջ համակարգի մեջ։ Որպեսզի ստացվի գոնե որոշակի չափով, չեմ ասում 100%, բայց գոնե որոշակի փոփոխություն լինի։ Սենց անհնար է ուղղակի։ Այլևս այն որ ասում են մարդու ապրելը այլևս չի գալիս այս իրավիճակից, իրոք այդ իրավիճակն է։ Ու լիքը նման հանցագործություններ։ Ինչ ճանապարհով, եթե նոր է ընտրությունները եղել եւ 2031 թվին է լինելու հաջող։ Ընտրությունները կեղծված են, ժողովուրդ ջան, բոլորը գիտեք, տեսել եք ինչ ա եղել, սա ինչ ընտրություն է։ Պետք է կամ նորից ընտրություն լինի, կամ պիտի Նիկոլը հեռացվի, ես չգիտեմ ինչ ճանապարհով։ Ես վստահ եմ, եթե նորից էլի ընտրություն լինի, նույն բանն է լինելու։ Իրանք էլի կեղծիքների են գնալու։ Ինչը չեն կարող նույն ճանապարհով էլի կեղծիքներ անել։ Այս կեղծիքներով ավելի շատ ձայներ կարող են։ Եթե ոչ ընտրություն։ Իշխանափոխությունը պետք է լինի այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ Նիկոլը եկավ։ Այո, միանշանակ փողոցային պայքար է լինելու։ Այլ տարբերակ չի, բոլոր լծակները իր ձեռքին են։ Ու այդ փողոցային պայքարով լիքը մարդկանց էին կհլը ուղարկելու բանդերը, այրունա հոսելու, ինքը դա էլ ուզում է։ Ինքը դա է սիրում, ասում է, ուզում այրան կետեր տեսնել։ Ինքն էր ասել, չէ՞։ Արյան համը իրեն դուր է եկել, ու իր հետ վեճներ չի, եթե այդքան զինվորներին հողնատրելու, այսօր եկել է զինվորների նկարներն է պատերից հանում, անցումներից մաքրում ջնջում է հերոսների նկարները, պարզ չի արդեն ում մասին է խոսքը, ու հիմա եկել է եվրոպացի տիկնոջն եք բանարել, պաշտպանում եք, եկել է տեսեք, ինչ է անելու, որ խի է եկել, կարաք մի հատ ասեք, ինչի համար է եկել, ինչը պետք է փոխվի մեր համար։
Ասացին զինվորների նկարների հարցում ասացին ուբորկա են անում, Հա, ճիշտ է, մաքրություն են անում, բայց կողքի գրած հայոյանքները չմաքրեցին։ Կողքի գրած ածուխով ներկած լկտի բառերը չմաքրեցին։ Ուբորկեն նորամտքերն են, որ անում են։ Բանցումները մաքրությունը ուբորկի հետ կապ չունի, որ այդքան կեղտ ու չգիտեմ ինչ քաշահոտություն է տարածված անցումներում։ Հայրենասիրություն է եւ անցումներում միզում են այդ նկարների վրա, դա մեզ պետք չէ։ Սուտ են ասում, անցումներում ոչ մեկը չի միզում նկարների վրա։ Բոլորը հպարտությամբ ու գովասանքով են նայում ու քնում։ Դա անհնար բան է։ Իրենք ուղղակի ուզում են այդ լույսի տակ ներկայացնել, աշտարացնել իրենց արած լկտի գործողությունները։ Նորից ցավ պատճառել զինվորների ծնողներին։ Այդ ինչ մի բան է, նկարը ասենք պատին նկարած է, դրանով այդ տղային հետ եք բերելու, հա, կամ ինչ որ բան է դա իրանից նշանակում։ Հիշատակը հարգանքա ցույց է տրվում, որ մարդիկ չեն մոռացել իրան զինվորները այդքան բան, որ ձեր բյուջեի վրա ազդում, հա։ Սուտ են ասում, պես բան չկա, որ թույլտվություն չունեն խի են նկարել բան ժամանակ։ Իսկ դպրոցներից որ հանում են բանի փարքի անկյունները, էդ էլ թույլ չեն տալիս դպրոցներում, ինչ են հանում։ Պատմությունից որ հանում են հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, դա էլ թույլ չի տալիս քաղաքապետարանը, դա ով է այդ օրենքը սահմանել։ Որտեղ այդ մասին նշված։ Իրանք պարզապես հենց Փաշինյանից ընտրություններից հետո ինքը ինքնակոչ վարչապետ է, ինքը չի ընտրվել, ինքը սամազվանից վարչապետ է։ Հիմա էլ այս պահին ինչ որ կատարվում է, թե կրթության ոլորտում, թե առողջապահության, թե աշտարադատության, բոլոր ոլորտները խեղաթյուրվել են։ Բոլոր ոլորտների ղեկավարները անում են այն, որ տանեն այս երկիրը կործանման։ 300,000 ադրբեջանցիներին չենք սպասում, կարող հաշտեն եկել են։ Պարտադիր չի որ 300-ին մի անգամից մի վագոնով լցնեն բերեն։ Եկել են, կարող է քիչ-քիչ եկել են։ Խոսում դրա մասին միայն ընդդիմությունն է խոսում, դες բան չկա։ Ոչ, իրենք են ասել, Նիկոլն է ասել։ Մեկը ասում է, մեկը հեշքում է, բայց եղել է չէ՞ այդ խոսակցությունը։ Հիմա այսքան շենք շինություններ են կառուցել, ում համար են կառուցել։ Դες տուն առնողները հեշտ են կանգնած Երևանում, հա։ Հələ տեսեք խեղդվում են մարդիկ։ Հələ օդի վիճակը տեսեք։ Փողոցների կեղտ ու փոստերը տեսեք։ Միակ Նիկոլը թող փողոցները վերանորոգի, հետո նոր անցումները բանանի, մաքսազարդի։ Փողոցների փոստերից մարդիկ կոտորվում են, մեքենաներ են կոտորվում։ Սարսափելի վիճակը անհնար է սենց ապրել, ուղղակի անհնար է։ Ասում եք Փաշինյանը արյուն է ուզում եւ արյան գետեր է ուզում, բայց ինքը բացատրեց, որ նոյեմբերի 9-ից հետո ինքը մի շաբաթ հաց չի կերել, իր էմոցիաները պատմեց, ոնց է արտասվել եւ ինչ ապրումներ է ունեցել։ Դուք չեք հավատում այդ էմոցիաներին։ Նիկոլը չի կարա էմոցիա ունենա։ Նիկոլի էմոցիաները գիտեք ինչ բալինում, երբ որ ինքը աժայում ընդդիմությանը կամ մեկ այլ անձի կարա ասի կզսնել, սատկացնել, քերտել, մորտել, չգիտեմ ինչ անել, պատվաններ լցել, դա է Նիկոլի էմոցիան։ Ես չեմ տեսել Նիկոլի մոտ ինչ որ ապրումակցելու, ինչ որ հուզական այլ անձի նկատմամբ մարդիկ մոտենում են իրան, այս վերջերս իր քարոզարշավի ժամանակ այն 15 այրված զինվորներից մայրը մոտեցավ ասեց իրեն, ինչ ասես, ինչ որ եղել էր տղայի հետ, իրա մոտ տեսակ ինչ որ հուզական վիճակ։ Լավ ասես, տարեք են 15 վառված տղաների ծնողն է, հետո, որ այդ ծնողն դու պատասխան չունես այդ մորը տալու։ Ինչի վառեցիք այդ 15 զինվորներին։ Ինչն էր պատճառը, ինչ էին արել ցես, ու տենց էլ չիմացանք ինչն էր պատճառը։ Եթե քաղաքական նյուանսներ չունի, այդ այրված զինվորների պատմությունը, սենց ընթացք չէր կարող ունենալ։ Հիմարին է հայտնի այս ամեն ինչը։ Կամ իր այդ էմոցիաները, որ ասում է նոյեմբերի 9-ից հետո ինքը գնաց էր բունկերում թաքնվել էր, պառկվել էր ինքը, գնաց էր պարտակվել էր, գլուխները ազատել։ Ինչ հուզմունք, ինչ բան, հա, լացերս եկավ, տես լացացնում է Նիկոլը Սաղին։ Հուզվել էլ իրան էր մնացել։ Այսքան պատմության մեջ մի լավ բան չի արել, որից դուք որպես քաղաքացի ոչ մի լավ բան չի արել։ 0-ից էլ ցածր։ Ես չեմ տեսել որևէ մի բան, որ ասում են մարդ պիտի հոգով խոսա, խղճով խոսա։ Հիմա ես ուզում եմ խղճով խոսամ։ Ինչ արի Նիկոլը։ Մի հատ ասեք, ես ասեմ ներողություն, Նիկոլն էս բանն արել է։ Նշում են գույնզգույն մանկապարտեզները, դպրոցները, ասֆալտը, թոշակը եւ առողջության ապահովագրությունը։ Այդ առողջության ապահովագրությունը եւ թոշակը դա ընտրակաշարք էր ուղակի պետական ձևակերպմամբ։ Հիմա թոշակները նախկինում մարտ ամսին, փետրվար ամսին թոշակառուները կռիվ էին անում, թե 10,000 դրամը տալիս ես, ասում ես ինչ եք անելու, դրա համար չեմ տա, ներողություն, չես տալիս։ Ասում են ինչ եք անելու, այդ պատմությունը գնաց երկար, թե ով ինչ անելու, ինչի անելու։ Բայց հետո ո՞նց եղավ, որ այս ընտրության շեմին հանկարծ հասկացավ թոշակառուն ինչ է անելու 10,000 դրամը։ Ասֆալտը, մանկապարտեզ դպրոցներ։ Մանկապարտեզ դպրոցներ տեսանք ծորակների պատմությունները, ցուցադրական էր թքած կպտրած իր շինարարությունը, իր շինանյութերը, տեսակ ինչեր էր անում ու ոնց էր ցուցադրում Ժաննա Անդրեասյանի հետ։ Դա է իր արած գործը, ինչ է արել Նիկոլը։ Ու բանը մանկապարտեզները դպրոցները վերանորոգել է, Աստված գիտե, այդ վերանորոգման հետ կապված էլի գումարներ են իրանք
դուրս գրել ինչեր են անել, դա ձևական ատմասկա է։ Սևանի ափին վարչաֆեստ է կազմակերպում մասնակցելու եք։ Կազմակերպի, մեռավ կազմակերպելով վարչապեն դու չգիտեմ ինչ հավաքել էր, ուրախանում էր, ծափ էր տալիս։ Այդ ինչին էր նվիրված։ Նվիրված էր նրան, որ ինքը բան էր հավաքում, հա, դուխ էր հավաքում, որ պիտի ընտրություններին ինքը բանանի, անպայման անցնի։ Սա ընտրությունները որ եղավ, ինքը չի անցել։ Ասում է, որ մարդիկ չողբան, ընդդիմությունն ուզում է, որ մարդիկ սքի մեջ անդադ լինեն, ցեղասպանությունը սքան, ողբան, իսկ ինքը լավ տրամադրություն է Դե փոխանում։ իր սիրտը վաշտա պատրում, ինչ ա եղել։ Իրան ներսը ուրախ է, ինքը հաճույքա ճխտիկի մեջ ա հայտնվել իր ընտանիքի հետ, շատ լավ ազգում, կայֆեր կայծեր անում, բա բնականաբար ասում է, այս խեք տխուր իրան հարմար չի, որ շուրջը տխուր մարդիկ կան, ուզում է, որ սաղ իրան նման ուրախանան։ Հել էլ նստել ես երկրի դայմի ասա գլխին, ժողովրդի վզին, քո համար ապրում ես, թրի տաճու ցախը կտրում ա, ոստիկաններին էլ դարձել ես քո անձնական ախրանան, ինչ ուզում անում ես։ Հաջորդ օրը մարդ բան խոսա, հաջորդ օրը մտցնում են ԱԱԾ-ի պատվալ։ Էս չի Նիկոլը։ Մի հատ դրական բան ասեք, մի հատ միտք ասեք Նիկոլիս, լավ, մի հատ ձևակերպում, որպես երկրի ղեկավար։ Մի հատ լավ ձևակերպում, ինչ ա ասել մինչև հիմա, որ ասենք Նիկոլական ջտկանչի, էս ինչ լավ բան ասիր, ես մնաց մեջի շատակ։ Ինչ ա ասել։ Բարերի ու ձևակերպումների մեջ անգամ օրինակելի որևէ բան չկա։ Որ մարդիկ մեր ջահել սերունդը լսի ասի, եսի մեր ղեկավարն է։ Դուք չեք ամաչում, որ ինքը մեր ղեկավարն է։ Ես ամաչում եմ։ Իրա պահվածքից, իրա մանիերաներից, իրա լեքսիկոնից, իրա վարած քաղաքականությունից, թուշկայում ու չգիտեմ որտեղ աներ, որ գնում են ես քիքորի տեսքով կանգնում են ես փախնելով գալիս են կուչուցիկ եղած։ Չեք տեսում, ինքը գիտի, որ ինքը վատ բան է անում։ Ինքն էլ է դրանից վատ, ինքը կաղում է այդ հարցով։ Երևում է, որ ինքը վատ է, բայց ճար չունի։ Պատվերն ընդունել է արդեն։